այդ հանդիպման ընթացքում որոշում կայացրած եղել, որ մենք մնալու ենք Արցախում։ Պատկերացնում եք, սեպտեմբերի 22-ին պատերազմի այդ երկու օրվա պատերազմից հետո քննարկման ժամանակ որոշում կայացրած եղել, որ մենք մնալու ենք Արցախում։ Որովհետև հաշվի առնելով, որ ինչ իրավիճակ է հիմի, ընթացքային այդ օրերի այդ կամ այդ ժամանակների ընթացքում մենք միշտ էլ հնարավորություն ունենք ունենալու դուրս գալու, բայց այս պահում, այս ժամանակահատվածում մնանք, կարող է ինչ որ խոսքի փոփոխություն կամ ինչ որ մի հատ հնարավորության բան լինի գոնե դրանից, որ ասում եմ մենք մի ձևակերպելով հաշվի առնելու, որ մենք հակառակորդի հետ կարող է քննարկումներ, ճնշումներ այս մեկ այն մյուսը, բայց նորից եմ ասում, որոշում կայացրած ա եղել, որ մենք պիտի մնանք Արցախում։ Ամսի 25-ին, որ հանդիպել ենք, ամսի 25-ին Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է սենց մի հատ միտք։ Нас и предали, и продали։ Մենք ստեղից պիտի ամեն մեկս մի ձևով դուրս գանք, արդեն անհնարին է, որովհետև այդ բառերի բուն իմաստը ես դեղել եմ հասկացել, ուստեղ էլ հասկանում եմ, որ դավաճանությունը մեկ էլ վաճառելը տարբեր բաներ է, բայց որ դա միասին է, համ վաճառել են, համ դավաճանել են։ Այսօրվա իրավիճակում ենք, որ գտնվելով ստեղ Մայր Հայաստանում, ես լսելով, ականատես լինելով ներկա իշխանության տարբեր ղեկավարների կողմից ներկայացրած խաղաղության պայմանագրի առևտրային կարևորությունը, որ խաղաղությունը կնքվի, հաջորդ օրը դուք կարաք արդեն առևտուր անեք, սկսեք առևտուր անելը։ Թշնամու կողմից առևտուրը լինելու է հողի համար, ինքը գալու աստեղ առևտրի հող առնելու համար, մեզ առնելու, ամեն մեկիս առնելու համար, որովհետև իրան ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ներկա իշխանությունը մեր մեջ մտցնում է լավ առևտրի, որ լավ ապրելու համար։